առաջին հերթին աջակցություն հայտնելու համար մեր հայրենակիցներին, ովքեր ապօրինաբար քրեական հետապնդման են ենթարկվում, ովքեր ապօրինաբար զրկված են անձնական ազատությունից եւ ովքեր այսօր էլ շարունակում են ապօրինաբար քրեական հետապնդման ենթարկվել ակնհայտ քաղաքական իրենց դիրքորոշումների եւ գործունեության համար։ Մենք այսօր այստեղ ենք նաեւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքի մոտ, որովհետև Հայաստանի Սահմանադրության համաձայն գլխավոր դատախազությունը եւ դատախազությունը այն միակ ու բարձրագույն մարմինն է, ով ուշադրություն պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությունով է օժտված, ով պետք է եւ պարտավոր է հետևել իրականացվող պատժի եւ հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ։ Սա մի մարմին է, որը պատասխանատու է երկրում օրինականության հաստատման հարցում։ Եվ այս մարմինը հենց ինքն է խախտում Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքը, մայր օրենքը, սահմանադրությունը։ Ուրեմն մենք այստեղ ենք պահանջելու համար, որ գլխավոր դատախազությունը եւ դատախազությունը դատախազները կատարեն իրենց սահմանադրական պարտքը, իրենց տրված երդումը, դատախազներին եմ ես հիմա դիմում, դուք երդում եք տվել, որպեսզի անշեղորեն ղեկավարվեք Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանեք մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, ձեր գործունեությամբ դուք երդվել եք ամրապնդել օրինականությունը, բարձր պահեք դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումը բարի համբավը։ Մենք եկել ենք այստեղ ասելու, որ տեր կանունեք ձեր երդմանը, կատարեք ձեր սահմանադրական պարտականությունը եւ ձեր ընտանիքներին կոչ ենք անում, որպեսզի օր ու գիշեր ձեզ հորդորեն այս կարևոր առաքելությունն իրականացնելու։ Ցանկացած քաղաքական իշխանություն փոխվելու է, փոխվում է, բայց դուք պետք է օրենքի եւ սահմանադրության ձեր ծառայությունը մատուցեք, ոչ թե այս կամ այն քաղաքական իշխանության քիմքին համապատասխան, այլ բացառապես եւ միայն սահմանադրությամբ, իրավունքի գերակայությամբ եւ հայ ժողովրդի առջեւ ձեզ ստանձնած պարտավորությունների կատարման։ Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը կգնահատի ձեզ այդ ժամանակ եւ ոչ թե Փաշինյանի դավաճանական իշխանությունը։ Դա այսօր թե վաղը գնալու է, հեռանալու է, բայց մենք ենք մնալու, հայ ժողովուրդն է մնալու, արարելու այս հողի վրա, ապրելու այս հողի վրա, կերտելու իր պետությունը, պետականությունը, ամրապնդելու այն, որպեսզի մեր, ձեր, աշխարհասփյուր հայության զավակների համար լինի հենարան, լինի պետություն, որը ի վիճակի է նաև միջազգային ասպարեզում պաշտպանելու հայ մարդու, հայ ժողովրդի, հայոց պետության շահերը։